Ողջույն ընկերներ, այսօր միասին ենք լայվ անելու իմ Ղարաբաղից ամենաթանկ մարդկանցից մեկն է Ձյաձ Facebook-ում, եթե ուզենաք հես եթերից հետո կհետաքրքրի, կարող եք նաև իրան պատվիստ կալել Սլավա Սարգսյան, այդպես էլ ինչպես անձնագրով, այնպես էլ Facebook-ում կա։ Ուրեմն Ձյաձ հետ ես Ստեփանակերտից եմ դեռ ծանոթ, շրջափակման օրերի նույնիսկ միջև շրջափակումն էի ծանոթ, այսինքն 22 թվականի դեկտեմբերին դեղի ունեցավ շրջափակում, բայց ես 22 թվականի մայիս ապրիլ ամիսներին երևի արդեն Ձյաձ հետ ծանոթ էի եւ մի մարդու հետ եմ ես շփվել, որ ունի ստեղծած, ունի ապրած 74 տարեկանը վերջերս ինքը լրացավ, պատկերացրեք սովետի ժամանակների թե Ստալինի մահանալու հաջորդ օրն է Ձյաձ չէ, մի տարեկան։ Մի տարեկան էր, որ Ստալինը մահացավ ու պատկերացրեք Խրուշչով, Բրեժնև, Գորբաչով, մինչև Ռոբերտ Քոչարյանին մանկությունից ճանաչում է Ձյաձ, եթե Ռոբերտ Քոչարյանը կհետաքրքրի ով է եղել ինքը Ստեփանակերտում եւ ինչպես է ինքը հիմա ապրում Երևանում, դրա մասին կարող է Ձյաձ էլ հիշեցնի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի դեռ նոր քաղաքականությունն էլ չի, այդ ԽՍՀՄ-ի պարտորգ է եղել ինքը, այդ ժամանակներից դրանից առաջ էլ Ձյաձ ճանաչում է, 2 տարի էլ տարիքով մեծ է, 2 թե մին Ձյաձ 2 տարի էլ մեծ է։ Իր հետ ես այսպես ասած մեր շփումը, մեր ընկերությունը այսպես ասած ստեղծվել է արդարության, ճշմարտության, գաղափարախոսության ներքո։ Ինքը հետ տեսել է, որ խոսում եմ անկեղծ, արդար, խոսում եմ անհանգստանալով, մտահոգված երկրի վիճակով դեռ Ստեփանակերտից, վերջը մարդա ուղարկել, եկել են, տեսել են, գնացել եմ, հանդիպել ենք, ու ուզում եմ ասել, մեր ընկերությունը ստեղծվել է հանուն պետության, հանուն մեր ժողովրդի Արցախի մնալուն, դե ինչ օգուտ եւ իր ներդրումը եւ իմ ներդրումը ջուրն է անկել։ Նույնիսկ մի խոսք եմ հիշում, Ձյաձ ասել է շրջափակման օրերին, ես տեսանյութը նկարահանել գցել եմ Facebook, դուք այն ժամանակ չեք տեսել իր նկարը, որովհետեւ նկարը փակ էի տեղադրել, բայց խոսքերը կհիշեք, ասել է Ղարաբաղի ժողովրդին, էլի դուրս եկեք ձեր իրավունքների, Արցախի լինելիության համար պայքարեք, որովհետեւ վաղը անտուն եք մնալու, նույնիսկ Սամվել Բաբայանից առաջ է ասել։ Սամվել Բաբայանը ասել է մայիսի 15-ին, Ձյաձ ասել է ապրիլ ամսի վերջերն էր։ Ես այսօրվա պես հիշում եմ, կարամ տեսանյութը թարմացնեմ էլ։ Վաղը Երևանի փողոցներում ձեր երեսին թքելու են։ Եթե այսօր ձեր հոգսը չհոգաք, վաղը ձեր երեսին թքելու են։ Այդ կոպիտ բառի համար չգիտեի ասում ջնջեմ թե չէ, մեկ էլ չջնջեցի, որովհետև խոսքը ես չեմ հնչեցրել, ես երիտասարդ եմ, իրավունք չունեմ այդպիսի խիստ ճշմարտությունը ասեմ, բայց Սլավան ունի ապրած եւ Տարիք ինքը իրավունք ուներ այդ խոսքը ճիշտ տեղին հնչեցրել է, ուղղակի լրջությունը չեն գիտակցել, չեն հասկացել։ Կներեք, որ երկարցրի մի թեթև ես ծանոթացրի Ձյաձ ինքը ստեղծած ուներ լիքը բաներ Ստեփանակերտում, ինչպես մնացած արցախցիներ, այնպես էլ ինքը այսօր վերաբնակվել ենք, այսօր բռնի տեղահանվել ենք եւ ապրում ենք Հայաստան Հանրապետությունում։ Խնդրեմ Ձյաձ էլ կարա հիշի իր հուշերից, օրինակ միշտ պատմել ես ինձ Ռոբերտ Քոչարյանը ինչ խիստ կարգապահ ազնվորություն է եղել, ինչ է կոչվում, կաշոկ կոմբինատը, չէ՞։ Հա, լավ բաներն էլ ես հիշում, որ ինքը իր խստությամբ, իր իբր թե չեսնի է եղել նույնիսկ, անկեղծությամբ, մաքրությամբ, բայց դե մնացածը թող ինքը պատմի, ինչ եղավ, ոնց եղավ, ինչեր ես հիշում, Ձյաձ։ Դե ճիշտ ասած, ես սկսեմ ուղերից, ինչ Ռոբերտ Քոչարյանն եմ ճանաչել, բայց կյանքım ապարած ունենք, ես ընտանիք հասել եմ, դաստիարակած երեխեք, շատ մարդ գիտի ծնողներս ինչպես են պահել, ապարածս վերջ ամեն ինչ, բայց Կյանքի մարդ, էլի կներեք ժողովուրդ ջան, ուղղակի ես հեռախոսը բանանեմ։ Կյանքի մարդ է, Ձյաձ ոչ պոլիտիկա, բայց
պոլիտիկայից էլ հասկանում, ոչ պատմաբանա, բայց պատմությունն էլ լավ հիշում։ Պատմությունը Արցախից Պատմությունը եմ տեսած նա։ տեսած, հա, էլի այդ եմ ասում։ Ֆիլմ գրողը կարող է քեզանից շատ է տեսել, հələ մի հատ էլ ավել ծրած է գրում կամ պակաս ծրած։ Գրողը ոնց է գրում այդ իր գործը։ Ուրեմն շատ sense ասեմ, էլի շատ աղքատ ընտանիքից չեմ ուզում մանրանամ, ինչը ոնց եմ ապրել, ինչ եմ ապրել, բայց ուզում եմ սկսեմ դրից ես որ Ռոբերտ Քոչարյանն եմ ճանաչել։ Համարյա մի փողոցում ապրելու, համարյա ամեն օր օրում մեջ պատահելու, վերջը Ղարաբաղի Ստեփանագերդի մանավանդ բնակիչները սա գիտեն բազարի թաղից, ինքն էլ հեռու չէր այդ բազարի թաղից, իր աղբերը Վալերիկը մեր հետ շփում էր այն երեխա վախտուանից։ Իրանց բոլորին գիտեմ, ում հետ է շփվել, ոնց է ապրել, Կարոջի մեր փողոցն է եղել, ընդհանրապես Ղարաբաղը գոյություն է ունեցել փողոցով, շուկայից սկսած, մեր համար տարբերություն չկար, ընդեղ 40 հոգի են կամ 50 հոգի են կամ Ադրբեջանի կազմում ենք կամ քանի միլիոն է Ադրբեջանը, մենք մեր երկիրը պահում ենք նենց, որ ինքը գիտի այդ ինչ ասում է, որ ոչ մեկ չեր կարամ դաժե ադրբեջանցիներին է վերաբերում, իրաց լեզուն խոսեմ մեր քաղաքում, Շուշուց եկող, Աղդամ գնացող, տրազիտ էին գնում, ռիսկ չէին անում, Ստեփանագերդով գնան, այդ վիճակից սկսած ես ճանաչում Ռոբերտ Քոչարյան։ Ռոբերտ Քոչարյանի հասակը մեր արդեն հասակ առնելուց Ռոբերտ Քոչարյանը ընտրել է ուրիշ ուղի, քանի որ մենք փողոցում ենք էլ սա 6-րդ դասարանից են դպրոց անել։ Բայց այն ջահելության են ամեն ինչը ինքը տեսել է մեզ։ Մենք ենք մեր թասիբով, մեր ռիսկով, մեր ամեն ինչով Ղարաբաղը հայեցի պահել։ Բայց ինքն էլ է մասնակից եղել դրանց լավ օրինակ։ Այն երեխա վախտը ինչ որ կարող է մուրազ է եղել կամ թե չէ վերջել այտենց Չորնակ թասիբի հարց, եթե եղել է, Թուրքի հետ կոնֆլիկտ է եղել, ինքը եկել է հայկական թասիբի հետ։ Ես այդքան էլ հետաքրքիր չի, ուղղակի որ դու ասար, ես ուզում եմ հետաքրքրեց։ Ինձ հետաքրքիր է Քոչարյանի քաղաքական ուղին, էլի օրինակ Լեռնային Ղարաբաղի շարժման մեջ ինքը սկսեց, բայց իրան ուրիշ բաներին առաջարկում, որ սրա վերջը լավ չի լինելու, Ղարաբաղը սարքելու եք եղբայրական գերեզման։ Էդել կասեմ, Գյորգ, Պրոստո այն մանկությունից ուզում եմ երկու բան հիշեցնել, ընդեղ ինքը Սերժը, Մուսայելը, Մարատը, ընդեղ Սուրիկ կար, ընդեղ վերջելի Կամո կար իրանք ճուտով, սաղ կոմունիստ էին, կամսամոլ կոմունիստ, ես էլ վերջել այնց Պրոֆցիվ училище ավարտած, բան որ աշխատելով, ես իմ իր ձև կոպեկ աշխատելով, հետո մատ ընկեր ունի Վովան, առաջարկեց արդեն այդ բանակից հետո, մինչև բանակ, վերջը իրար գիտեինք, ով այդ հասակն ու գյուրը արդեն ջոգվեցին էլի, մեկ կամսամոլի ճողով բռնեց մեկը կամսամոլ էլի Բարտորկ,
Մարդիկ հարցնում ես մախի հիշեցի Քոչարյանին տպավորությունը որ Քոչարյանի համար բանիկ խոսում ինչա քարոզարշավ են քանում ոչ մի քարոզարշավ չկա անգեներ ջան ինչպես ես այնպես էլ Զացլավան չկա կուսակ քարոզարշավ չկա քարոզարշավ չի մեր խոսածածը ուրիշ բան է Քոչարյան Ռոբերտը եղել է երևի ամենամաքուր կոմունիստը կամսամոլ կոմունիստ Քոչարյան Ռոբերտը սաղի ձեռին խփողն է եղել Քոչարյան Ռոբերտը եղել է պարտորգ այն վաղտ շոլկի կոմբինատ էր գողություն անողի ձեռի խփող էլի պատկերացնում 700 բան որ էր աշխատում ընդ որտեղ ինքը առանց կոպեկի առանց աշխատավարձի կարող էր աշխատել եւ նվիրված կոմունիստ Ինչ փոխեց իրան հետաքրքիր է Երևանը փոխեց Ստեփանակերտում տես չէր Հա Երևանը փոխեց իրան բայց մինչև Երևանը ինքն դե գործ ունի արած ինքն դե բանը ոնց է գործում տոնորենների խորհրդի նախագահ էր այդ կաշոկում Չէ, հետո ես բանը որ սկսել է, շարժումը որ սկսել է, այն վաղտ արդեն տոնորների խորհրդի գավառ էր և իր արած գործը այն վաղտ այդ տոնորների խորհրդի նախագահն միտինգներ, չգիտես ինչեր, ինչ ոչմ կազմակերպում էր, բայց կոմունիստներից արդեն անջատվել էր, ազգասիրական էր, արդեն Անջատողական ժամանակներն էր, միացման ավելի շուտ, իբր թե Արցախը միացնենք Մայր Հայաստան այդ միտինգները որ սկսվավ Ասма բայց եկավ Հայաստան ամենամեծ գողացողը դառա մի հոգի գրում է Քոչարյանը ասма եկավ Հայաստան դարձավ ամենամեծ գողացողը նախ Քոչարյանն հարստությունը չուներ Ղարաբաղը ինչ որ ունի այստեղ բայց դե մի մոռացեք Քոչարյանը մի հատ Զապարոժец էր քշում հորն էին տվել նվերել այն բանը որպես պատերազմի մասնակից Զապարոժецն էր Կապոյտ գույնի Զապարոժец էր քշում Եկավ այդ միտինգների վաղտը արդեն դեղ սկսեցին ամենքի իրանց վերջ թեզերը առաջ տալ Քոչարյան Ռոբերտն էլ չեմ հավատում չէ Ռոբերտ Թուկա պատպոլնի սենց ասեմ էլ հայերեն ոնց է պատպոլնի ընդհատակի հա գործ էր անում բերին 89 թվին Որսկին 89-ին է եկալ Որսկին կարծեմ 89-ին էլ որովհետև ես 89-ին իմ սեփական ավտոյով Ստավրոպոլ եմ գնացել երեխեքիս հետ 89-ին արդեն ադրբեջանցիները Հայաստանից փախած հայերը Ադրբեջանից փախած Ղարաբաղից ադրբեջանցիներ փախած Որսկին բերին Ղարաբաղ ու Որսկու հետ միասին Մոսկվայից Որսկուն ցեկայից են բերել ոչ թե Մոսկվան ուղարկել էլի Արկադի Վոլսկին ովքեր հին մարդիկ իմանան ցեկայ կարող է 5-րդ 6-րդ մարտն եղել էլի որ բերել է ու Որսկինն էր անում որ ամենալավ ժամանակաշրջանները երևի այդ Որսկու բերելը մեկ էլ Գորբաչովի արդեն կոոպերատիվների բան ոչ են թույլտվությունը տված ամենքը մեր գործով ելած Որսկուն բերին Որսկին արդեն
ոնց որ հրամանատարեր ընդեղ թե չգիտեմ ինչ էր, սա Վոլսկինը ղեկավարում։ Նստեցիք տեղները, սուսպուս, ամեն ինչը Մոսկովսկի обеспечении ու ոչ թե խոսք էր, այլ գործ էր, որ ամեն ինչ բերում էին մեզ ընդեղ երկաթող գիծ ունեինք, ամեն ինչ շինարնույթ, չգիտես ընդեղ մթերքա ինչա, ամեն ինչ բերում էին։ Եվ մի ահագին վաղտ հանգստացրել էին արդեն ադրբեջանցիներին, որ հետագայում որոշեն արդեն Արցախի Արցախի ճակատագիրը։ ճակատագիրը։ Այդ ժամանակաշրջանում պատկերացրեք իմ հետ եղածն եմ, ասում գնում եմ երեխեքիս կնգազ քրոջ տղուս Վալերի հետ Ստավրոպոլ ճանապարհին զապրավկա չգիտես ոչ ընդեղ խոսալուց են մի 10-15 օրով ընդեղ մնալուց հետո հետ եմ գալիս Թոզ ռայոնում իրանց այդ Թոզ ռայոնում բան կար ընդեղ կալցավոյ ոնց ապրեն Հա, էլի։ այդ կալցավոյ անցնելուց քասար եմ անցնում ու միլիցեքի ավտոներ չգիտես ինչեր կանած ընդեղ շվացնում են բա ոչ կալցավոյ կարճ ես մտել 5 ռուբլից սկսում եմ մինչև 25 ռուբլի կաշառք եմ առաջարկում, թողել ժամը 3-նա, քշերվա ժամը 3-նա, երեխեք կինս ավտոյի մեջ, բայց չէ, բանալները հանում եմ ավտոյից, ասեմ գնում եմ ռայկոմին, մարզպետ էլ է սուրվա, ռայկոմին քնից արթնացնեմ, ասեմ որ ազգանունս կարդելա, հայ ազգանունա, հետապնդում է, էլի իրականացնում ազգային հետապնդում։ Ոչ կպելա, սենց ասեմ։ Ես մի անգամից շշկրվում արա ուր ես գնում, ասեմ ոնց ասել եմ, գնում եմ սա մի տաքսիներ, բանալներ հանած արդեն ու երթվում եմ էլի, չգնաց օշանդարա։ Արա արի ստեղ, արի, տեղ վերցրա գնա, առանց կոպեկ, առանց ոչ մի բան, պատկերացրեք ոնց էր այդ պահի վիճակը, Վոլսկին Ղարաբաղ լինելով ինչ վիճակ էր էլի, որ ճանապարհները բաց ամեն ինչը Մոսկովսկի обеспечении ամեն ինչ ուզես։ Ու չէ, եկավ մի քանի ժամանակ, չգիտեմ ես բանով չեմ հիշում, ամսաթվերով, տարեթվերով, երբ ինչ վերջել, չէ բա պատերազմապետը, դե երևի այն վաղտ մտածում էին, որ պատկերացրեք կոմունիստ են եղել, ռևոլյուցիա են ուզում անեն, տնօրենները խորհրդի նախագահ են, բայց գիտեն չէ որ կոմունիստները եկան իրաց վիճակը ոնց պիտի լինի։ Ու սկսվում է այդ Քոչարյան Ռոբերտի վլաստի ձգտումը։ Պատկերացրեք այն վաղտ Վոլսկին, որ մինչև ցեկա ասել է, ինչքան կարիերիստ կինի տեսա, չէ՞։ Բայց Վոլսկու խոսքերն ասել է, я такого карьериста в жизни не видел։ Քոչարյանին նկատի։ Քոչարյանին նկատի։ Կարծեմ տես մի խոսքել Լևոն Տեր-Պետրոսյանն ասել։ Վանը Լևոն Հայրապետյանը։ Տեր-Պետրոսյանը ասել է, որ եթե Ռոբերտ Քոչարյանի ոտը մեկը ճիշտ է ասում։ Սեղմելա մանկապարտեզից Մուրրա պահելու։ Հա, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել, բայց փողի այդ բանը շահի ագահության մասով Լևոն Հայրապետյանն էլ է ասել, էլի որ միլիոնատեր դարձակ, միլիարդատերիկ։ Լավ, էդի հետ, բայց նայ, օրինակ ես էլ ու լիքը մարդ էլ այսքան ժամանակ գիտի, որ Ղարաբաղյան շարժումը սարքել է Մոսկվան, բայց քո այս խոսքերի մեջ այնպեսի տպավորություն է, որ Վոլսկին եկել է Մոսկվայից, որ խանգարի շարժումը, չի ուզեցել որ շարժումը լինի, Ղարաբաղի շարժումը լինի, Ղարաբաղը այս վիճակին դառնա, իբր ուզեցել է ձեռը վերցնի,
ինքնավար մարզ Մոսկվայի ենթակայության տակ։ Ես այդպիսի տպավորություն եմ ստանում քո պատմածից։ ուղիղ Մոսկվայի սպասարկումը ամեն ինչով։ Սուս նստեցիք տեղները, հետո կորոշենք էլ Ղարաբաղը մարզա, Ղարաբաղը հանրապետությունն է, Ղարաբաղը ինչա, բայց Մոսկվայի ցեկայից երևի 5-6-րդ մարտն է եղել։ Ոչ պակաս էլի։ Այդ մարդուն ուղարկել են դե այն փոս եմ ասում ես Ղարաբաղի, սաղի համար փոսա էլի, որովհետև 4 կողմից շրջափակված, մենակ մի ճանապարհ զորի մեջ։ Ձեզ լավ, բայց այդ ասածը մեկը հիմք չտալիս ինձ հավատամ, որ Մոսկվան չէր ուզում Ղարաբաղը միացնել Ադրբեջանին, որովհետև դրանից 70 տարի առաջ, 68 տարի, թե 69 տարի առաջ արդեն տվել է Ադրբեջանը ինքնավար մարզ։ Ալմատայի հռչակագրով, եթե ես չեմ սխալվում, ինքնավար մարզերը մնում են լիարժեք տվյալ պետության կազմում, տենց են որոշել։ Հիմա այդ Վոլսկին հավանաբար ինքն էլ է ուզեցել, որ Ղարաբաղը լիարժեք խաղաղ ճանապարհ ու փոխանցի Ադրբեջանին ըստ իրանց ընդունած որոշման Ալմատայի։ Բայց Քոչարյանը դրան դեմ է դուրս եկել։ Իսկ Քոչարյանը, եթե ես ընդ չեմ եղել, եթե վերլուծենք, ազգային շահ է հետապնդել, Մայր Հայաստանի միացման process է սկսել, ուրիշ բանա չի կարացել ավարտի, ուրիշ բանա շեղվել է ճամփից, բայց 88 թվի 90 թվի Ռոբերտ Քոչարյանը մինչև 94 թիվ թեկուզ ես համարում եմ, որ ճիշտ գործընթաց է սկսել, եթե ինքնակամ է սկսել, եթե հայերի պահանջն է եղել, դա այլ ոչ թե Մոսկվայի, որ պատերազմ լինի, մեզ անջատ են իբր Ադրբեջանից, հետո 30 տարի հետո լինի այն ինչ որ եղել է։ Շատ խառնաշփոթ պատմություն է, ախր, եթե Քոչարյանի այդ արարքը կողքից նայում ես, պետականամետ, ազգային եւ Հայաստանը մեծացնող քայլ էր, բայց հետո իր գործողությունը Ժողովուրդ ջան, բոլորդ էլ ականատես եք եղել, աշխարհի ոչ մի մայրաքաղաքում Ռոբերտ Քոչարյանը չի ասել Արցախը Հայաստանի մաս է, ոչ էլ ասել է Արցախը անկախ պետություն է։ Հիմա Ձյաձլավայի պատմած Ռոբերտ Քոչարյանի մասին 5+, որ ասում են, գնահատական է հնչվում, բայց իր կատարած գործը արդեն ես չեմ կարող հետագայում։ Դե 5+ էլ կա։ Գյորգ Քոչարյան Ռոբերտի ղեկավարման ժամանակ 5+ էլ կա, որովհետև պատերազմ են հաղթել։ Բայց որ օպերացիան Քոչարյանը կազմակերպել։ Կապ չունի, որ նա կազմակերպել, բայց ինքը նախագահ է։ Հարցը նա չի, որ պատերազմը հաղթում ես, հարցը նա չի, որ չել երեխա ես ծնեմ կամ չգիտեմ, տուն ես սկսում սարքել, պիտի կարաս սարքես ավարտես։ Այդ նույն ձևի Քոչարյան Ռոբերտից առաջ կար Գևորգը, որը ասել է գերեզման եք սարքելու դու Ղարաբաղը։ Գևորգովը, չէ՞։ Գևորգովը, հա։ Գևորգովը ոչմ Բաքու Ղարաբաղցի արմատներով, բայց Բաքու ծնված ապրած վերջը բանիմաց գազը Գևորգովն է բերել։ Բանը երկաթողին Գևորգովն է բերել Ղարաբաղ։ Ամեն կալխոզ, սավխոզի պլանը գիտեր տոննաժով, խաղող ինչքան պիտի տային, միս ինչքան պիտի տային, բուրդու ինչքան պիտի տային, այդ մարդը սա գիտեր։ Ես իր մասին կներես Ձյաձլավ, երեխա ժամանակ լսել եմ Գևորգովի մասին, որ Գևորգովը դավաճան է։ Թե ինչա Ձյաձլավայի պատմածը հիմա որ արդեն հասուն տարիքում լսել եմ, այդ մարդը դավաճան չի եղել։ Այդ մարդը հեռատես մարդ է եղել, ու ինչ է ասել։ Ասել է դու Ղարաբաղը սարքել եք գերեզմանատուն։ Հիմա Գևորգովի խոսքերքը 35 տարի անց, 37 տարի, միգուցե 40 տարի անց իրականություն դարձավ։ Ղարաբաղը դարձավ եղբայրական գերեզման, մեր գերեզմանները մնացին ընդ, բայց հայ չի ապրում ընդ։ Մարդը հեռատես է եղել։ Ռոբերտ Քոչարյանը հեռատես չի եղել։ Սկսել ես մի գործողություն, որ աշխարհադեմ։ Ղարաբաղ ժամանակաշրջանը իր Ղարաբաղ ժամանակաշրջանը հեռատես է Ռոբերտ Քոչարյանը։ Ուր հասանք իր քաղաքականությամբ։ Ռոբերտ Քոչարյանը չպիտի գար Հայաստան եկավ Հայաստան Ռոբերտ Քոչարյանը
Բարակ գյուղի ասեն վերջելի պրովինցիայից եկավ Հայաստանում խաբեցին Ռոբերտ Քոչարյանին որտեղից Մոսկվայից չէ Հայաստանում դիվիժենին ուրիշ էր Հայաստանում այդ ամեն ինչ այդ կաշառքը այդ չգիտեմ ամեն ինչ էլի լավ ինչ պետք է շեղվել իր բռնած ուղուց է դա լավ հասկացան կարա մարդկային բանով փոխ մարդկային սաբլազնը ուրիշ է մեկն առաջարկում երրորդն առաջարկում արդեն միտեղ սկսում է այնտեղը որ սկսվեց ընդդրից վերջ չկա հասկացան խորաս հարստանալու վրա կենտրոնացած բայց ով իրան ասել շեղվի Երևանցի ով է իրան ասել շեղվի Ղարաբաղի անկախության բռնած ուղուց ով է ասել իրան ոչ մեկ չի ասել ինքը ինքնուրույն է շեղվել կամ էլ Մոսկվայի հրահանգով Մոսկվայի առաջարկով ես տեղյակ չեմ դու էլ չես տեղյակ էլի ձած լավ բայց մի բան հաստ է եթե մարդը սկսել է շարժում պետք է հեռանկարային սկսել էդի իմանալ մի հատ բայց պաշտպանություն էլ ունեմ ես այս մասով ինչի որտեվ շարժումը չի սկսել Ղարաբաղցին հենց նենց տեղի է ունեցել Սումգայիթի Բաքվի ջարդեր ու Ղարաբաղ սկսվել է այդ ամեն ինչը մինչև այդ Ղարաբաղ դեպք է տեղի ունեցել որ թուրքը 14 տարեկան 15 Քոչարյան Ռոբերտ սա գիտի մինչև այդ մեր Պետրոսյան Մուրադը ողորմացի 66 թվին թե 64 թվին հաստատ չեմ հիշում Քոչարյանը Զապարոժեցով է եկել Հայաստան Սեյրան ջան էդ էլ իմացի ասում ինչ վիճակում էր գտնում Քոչարյանը գրում եք ժողովուրդ չհասցրի կարդամ ամեն դեպքում մեկ է ինքը իր բռնած ուղուց շեղվել է այստենց եմ գտնում եւ նորից վստահել ես իմ ճիշտ չի քաղաքականության մեջ բայց վստահեն էլի վստահեն բայց ձև կա էլի վստահելու Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանում պատերազմը որ պիտի սկսել այդ վաղ պատկերացրեք զենքը փողով ենք առնում ավտոմատը մոդա է ընդեղ սաղից իշքան Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի ժամանակով իշքան ընդեղ բիզնեսմեն կա այն վաղտը արդեն բանը մոդա էր էլի Գորբաչովը կոոպերատիվները մոդա էր գցել արդեն փող ենք աշխատում այդ թվում ես փող են հավաքում ես որ գնացել է այդ տղեկի մոտ որ հավաքում են այդ փողը իշքան բա 100 ռուբլի ամենքը պարտադիրա ասում ես 3 գետ ունեմ ավտոլովացում յուղեր են փոխում ու հացտելու տեղ պատկերացրեք անում եմ 300 տալիս եմ ասում պետք չի սլակ 100 Էրիկա, ասում չէ, ես եթե հավաքում եք, հավաքենք էլի ու ինքը սաղ տեղյակ էր կներես էլի այդ բանը հին պատմությունները կարող նախ քեզ բարևում են լիքը ողջունում են հալա ճանաչողներ էլ կան հունցածած սլավան գրում են դա բարևները ժողովուրդ ձեզ ով ճանաչում է ձեզ սլավային բայց դե Սեյրանը ստե մի բան է գրել Ղարաբաղցի է Սեյրանը ասում է ասեք ինչ վիճակում էր գտնում Հայաստանը Ռոբերտ Քոչարյանը իբր Հայաստանը ոտի կանգնեց մի ժամանակներից այ ես տենց կպատասխանեմ դա սլավան իր մասով կպատասխանի ինքը մի ժամանակների մաս սկսել կառավարել է երբ որ ԽՍՀՄ քանդվել է եւ Եվրոպայի դռները բացվել է անկախ պետությունների առաջ օգտվել է այդ վիճակից եւ այն ժամանակների սփյուռքահայության մեծ աջակցությունը Ռոբերտ Քոչարյանը օգտագործել է թե ինչ որ դրական գործերում թե ինչ որ դրական իր գրպանային գործերում որից հետո ես տեսնում եմ իրան հարց ասում այն ասա Սեյրանը Ղարաբաղից է իբր Խոստովանի էլի որ Ռոբերտ Քոչարյանը չլներ Հայաստանը ոտի չէր կանգնի
Հայաստան ինքը ոտի կանգնեցրեց նկատի ունենալով հավանաբար Չէր, ասելան ջան, շատ բան ճիշտ չգիտեք։ Այն ուրեմն եթե Ռոբերտ Քոչարյանն ասում է իմ ժամանակաշրջանում այսքան վերջելի լավ ենք ապրել իմ ժամանակաշրջանում այսքան sense ենք արել, այդ այն 7 շրջանի թալանտ էր։ Հա, դες ամենագլխավոր բաներից մեկը 7 շրջանի թալանտ էր։ Այդ մեկը ես միշտ մոռանում էի, բայց դա Սլավան լավ հիշեցրեց։ Թալան, ես միշտ Քրքրքոյանի Ազնավուրի ու մնացած Փյուրքայերի աջակցությունն էի հիշատակում էի այս ինչ հիշատակեցի նոր, բայց իսկապես Թալանը լավ ես արդեն այդ թեմայով չեմ ուզում շարունակեմ ու Զասլավա երևի դու էլ չշարունակես, որովհետև մեզ կարող է ուրիշ տեղեր լսեն, լավ կլինի մեր խոհանոցը մենք լավ գիտենք։ Խի Սեյրանը չգիտի, Սեյրանը չես տեսել։ Թալանը մենակ այն չի եղել, որ այդ 7 շրջանից է եղել հայություն այնքան աղոքներ։ Հա։ Շատ ու շատ։ Ով ունի հիմա փաստաթուղթ, որ օրինակ 100 միլիարդ դրամից Ռոբերտ Քոչյանը 100 միլիարդը ներդրել է կամ 98 միլիարդն է ներդրել պետության վրա։ Միգուցե 98 լավ 60 միլիարդը իր մոտ մնացել 40-ն է ներդրել։ Ունեք հաշվետվություն, չունեք։ Դե մի հիշատակեք արել այդ դրական բաները պետք է այնքան աներ, որ Նիկոլ Փաշինյանը ժառանգելով մի պետություն Իրանից, Սերժ Սարգսյանից ինքը սենց թագավորի նման ապրեր, ասել այս ինչքան ստեղծած կա, այս ինչ հզոր բանակ են ստեղծել, այս ինչ հզոր պետական բյուջե են ստեղծել։ Լիքը բաներ Նիկոլ Փաշինյանը 35-րդ տարվա վարչապետն էր, 91-ից անկախացել է, 18-ին ինքը նստել է, չէ 9-20 ոչ 27 տարի, ուրեմն 91, 9 տարի ինձ 18 տարից դե։ Հա, 27 տարի հետո 27 տարվա պետությունը իր ձեռնավերցնում Նիկոլ Փաշինյանը։ 27 տարում չեն կարողացել կառուցել մի այնպիսի պետություն, որ այսքան բաների հետո չջարդվեր Նիկոլ Փաշինյանի գլխին ու ասենք, տեսեք Նիկոլն է այսօրվա պատասխանատուն։ Այո, Նիկոլը ունի պատասխանատվություններ լիքը, այդ թվում նաև որ նրանք ազատության մեջ են, երեք իմ եթերս դուք շատերը ճիշտ չեք հասկացել, բայց շնորհակալ եմ, որ շուտ եք արել որոշ մարդիկ ցույց տվել իրանց դեմքը, թե իմ քննադատությունը Փաշինյանի հանդեպ, որ չի ձերբակալել հանցագործներին, ու նույնիսկ նենց հարել, որ բերել է պարլամենտ, հələ մի հատ էլ ուզում եմ նորից իրանց բերի պարլամենտ երկրորդ ուժ, երրորդ ուժ։ Բա ոչ չքննադատեմ։ Դուք ուզում եք Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանի թիմը իրանց արբանյակային ուժերը երկրորդ ուժ դառնան ազգային ժողովում։ Եթե ուզում եք, դուք նիկոլական չեք, դուք կակրած դուք եք քոչարյանական, դուք եք սերժական։ Իսկ Գևորգը ոչ նիկոլական է, ոչ քոչարյանական, ինչ կա դրանից խոսում է։ Ջղայնացա մի պահ լավ պետք երեկվա եթերից պատճառով։ Թող Զասլավ, ես կուզենայի դու օրինակ առաջարկությունը լավ քննադատել ես եմ քննադատում դու էլ, բայց ինչ առաջարկենք, ինչպես կարելի է այս հարցերը լուծել։ Իրավական առումով Նիկոլ Փաշինյանը ոչ մի հարց չի լուծել։ Իրավական առումով Ռոբերտ Քոչարյանը պարզվել է ինքը ոչ հանցագործություն արել, ոչ իր ժամանակ սպանություններ է բացահայտվել։ Հասկանում եք ընկերներ ջան, բլոգերական մակարդակի ընդհանրը բան է, ցես գնում։ Նիկոլ Փաշինյանը բլոգերը, Ռոբերտ Քոչարյանը քննադատում, Ռոբերտ Քոչարյանը բլոգերը, Նիկոլ Փաշինյան։ Իսկ ես նետարա բլոգեր ես, որ երկու կողմի քննադատում եմ, չգիտեմ։ Մարդիկ էլ եմ մոլորվում ասում, որտեղ տեղավորցնենք այս տղուն աշխատանքի։ Գեորգ։ Նենց որ առաջի անգամ ես խոսում եմ կամ միտք եմ արտահայտում, երկու անգամ էլ վերջելի մի ուրիշ ձև է եղել, որովհետև համ իմ անգարագիտությունս, համ իմ ապրած կյանքս, ինձ վերջելի ամեն ինչը, այդ թույլ չտալիս այդքան բաներ խոսամ, երևի կոնկրետացնենք, հա։ Այսօրվա վրա ընտրությունները։ Ես ինչ եմ ուզում ասեմ, գլխավորը, որ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին։ Ես կուզեի Ռոբերտ Քոչարյանը մտնել պարլամենտ, չգիտեմ քանի տոկոսով ոնց, բայց դե եթե մտնի այս մեզ այսօրին հասցնողը, պատկերացրեք, ես
այնքան Ղարաբաղից ոչ մի ղեկավարի այնքան չեմ հավատում, ինչքան էլի Ռոբերտ Քոչարյանին, բայց Ռոբերտ Քոչարյանը պիտի գնա զիջման, իր անձնական, իր ընտանեկան, իր ամեն ինչից, եթե ուզում եք ազգ լինենք, եթե չեք ուզում, որ փախստական լինենք, պատկերացնում եք, մեր գյուղում էլ, ձեր գյուղում էլ կարող է եղած լինեն փախստականներ, որոնց որ գյալմա էին ասում, մինչև վերջը գյալմա են ասում, այսօր բերելն հասել գյալմա ենք մենք, արդեն այդ օտար էլի, օտար, եկվոր, տենց չէ գյալման թարգման։ Ոչում էլ է չգիտեմ, ցեխից դուրս բրծած ժողովուրդ էլի, որ ասում է կեղտոտ ժողովուրդ, այդ ասեմ, որովհետև դա եղել է սա մեր կյանքի, մեր ազգի պատմության մեջ ամեն տեղից փախել են, եկել են, չեն ընդունել, ղարսեցիներին չեն ընդունել, մի վաղ աղբարներին չեն ընդունել, նրանից հետո Սումգայիթ, Բաքվից այնքան նորմալ ժողովուրդ են եկել, լավ տղերք, տո հարուստ, տո չգիտես մի ուրիշ բան գողական, չգիտես ցեխավիկներ ինչ էր, մեկը ոչ մեկին չենք ընդունել։ Սաղ եկան ու գնացին, մեկը չմնաց։ Սաղ այնքան տղեր գիտեինք, որոնց հետ կապ ունեինք, որոնց ճանաչում էինք։ Այսօր հիվանդություն է, էլի, վատ հիվանդություն, հայկական։ Դե եկեք այդ հիվանդությունը վերացնենք։ Կկարանք այդ հիվանդությունը։ Այդ հիվանդության պատճառը շատ փող սիրելն է, շատ իր ամենքի իր երեխուն սիրելն է, ընտանիքին, ոչ թե ազգին։ Այդ լավ չի էլի։ Դե լավ չի այդ վիճակում ենք, այս ինչա մեր ժողովրդի վիճակը, այսքան ցավը, այսքան դարդը, այս ժողովրդի վրա չի լինի դա, չի մար, ոչ մեկ չի կարա մարսի, ոչ մեկ չի կարա մարսի, սաղի կթծակերով գալու է, ոչ մեկ չի մար, գերեզմանում, իրանց երեխուց, անհանգիստ են լինելու, չեն կարելու գերեզմանում մահացած, իրանց ոսկորները հանգիստ չի լինելու։ Բայց այդ իրանք հասկանում են այդքանը։ Պիտի հասկանամ, Գյուրգ, պիտի հասկանամ, ես գիտես ինչ, կյանքս նենց եմ ապրելու վերջիլի, համ կարդ խաղացած կամ, համ չգիտեմ կրված կամ, համ կրած կամ, համ փողը եկող գնացողա, այսօր, բայց աշխարհում, էլի փողն է հարցը լուծում, էլի փողն է հարց լուծում, եթե ուզում է գնա անդորությունները Ռոբերտ Քոչարյանի խորտ կտայի, ոչ թե ձևական, վիզարնի, որ կարա աղքատ ապրի, որ կարա իր երկրում մնացածին ամենագլխավորը Ռոբերտ Քոչարյանը, ինքը եթե վիզարա, որ կարա աղքատ ապրի, կարա իր երեխան առանց ախրանայի, առանց չգիտեմ վերջիլի վախելու այդ երեխան պիտի Երևանում կամ մի ուրիշ տեղ ապրի, պիտի աղքատ ապրի, եթե ուզում ենք, եթե ինձանից այն ինչ-որ մի բան կախված, ինձ էլ ինչ-որ մի բան ունեմ, պատրաստ եմ, մի բան էլ ես օգնեմ, իրանից հետո, եթե ինքը ասեց ես, թող ասի ես, առանց ֆալշի, ես, ու մնացածը սաղ գդնեն, պատկերացել եք, Ղարաբաղից էլ չենք հրաժարվի, արդեն փող ամեն ինչ անում։ Առաջարկում ես, որ իր այդ ունեցվածքը 50% չի, հələ դաշը 90% դնի մեջտեղ։ Ռոբերտ Քոչարյանը գիտի ես, որ բիզնեսմենի ես եմ, ես բուֆետ եմ աշխատել կոմունիստների վաղտ, ես չգիտեմ օբյեկտ եմ աշխատել, մի շիշ
ջրից մի կոպեկ էր ինձ մնում Ռոբերտ Քոչարյանն ինձ թալանչի էր հաշվում իմ հետ նույն կոմբինատը կաշոլ կոմբինատը ինքը պարտորգ էր ես բուֆետչիկ պատկերացրու վիճակս էլի 3 կոպեկից հետո արդեն ակտը 3 կոպեկից շատացավ Տուգանում են, հա։ Տուգան չի է դատա հա Բայց իրան քիչ դատ ինքը դատ է իրան առաջ ինքը իրան դատեր էլի որ այդքան արստացա որ Քոչյանը 2 կյանքի ժամանակատված ունելի քաղաքական կյանքի ես անձնական ոչ մի խնդրեմ չունեմ Քոչյանի հետ ոչ էլ Նիկոլ Փաշինյանի հետ բայց բոլորի հետ էլ քաղաքական խնդիր ունեմ բոլորի հետ Նիկոլ Փաշինյանի պարտքու պահանջ ունենք բոլորս 18 թվի խոստումները 18 թվի մեր ուրախությամբ որ մերժեցինք Թալանը Ալանը էսեն վերջում ազատության մեջ են հիմա ես Ռոբերտ Քոչյանին քաղաքական կյանքը բաժանում եմ 2 հատվածի Անձնվիրաբար նվիրում ինչ պատմեց Զյատսլավան որ նույնիսկ 1 կոպեկի համար 3 կոպեկի համար եթե Զյատսլավան գողանար կոպիտ ասած դատի կտար Ռոբերտ Քոչյանը 3 կոպեկից ավել 3 կոպեկից ավել հա դե հիմա 3 կոպեկը ենթադրեք այսօր 300 դրամն է 3000 դրամն է դրա համար դատ էր Ռոբերտ Քոչյանը դատի կտար Զյատսլավային չնայած անձնական ծանոթություն անձնապես ծանոթ էին էլի Իմացակ այս շնորհք բաները չմսի հիմա գազ են տալիս մոտոցիկլով հա բայց Ռոբերտ Քոչյանը տեսեք 3 կոպեկ դատի տալու թեմայի համար որ 3 կոպեկի թեմա կա դրա համար դատի կտար բայց եկավ միլիարդների համար ոչ ինքը դատվեց ոչ էլ Նիկոլ Փաշինյանը այսօր դատեց իրան լավ ընկերներ ջան պետք է հիմա հասկանանք Զյատսլավան միտքը այսպես է սկսել ես ուզում եմ իմ ձևով մեկնաբանեմ ինքն ասում է էլի Ռոբերտ Քոչյան դու կարաս մնաս քաղաքականության մեջ բայց էլի մտնես խորհրդարան 3-րդ ուժ 4-րդ ուժ փոքր էլի իշխանությունը չի Զյատսլավան ուզում որ լինի բարձա ես էլ չեմ ուզում բայց ասում է այն ինչ որ վերցրել ես լավ ներդիր մանավանդ քո զեմլակները այսօր անտուն են քանի զեմլակի ես օգնել չես օգնել գոնե հիմա լինի առաջարկությունը անեմ Ռոբերտ Քոչյան որ ասում է դիր օբշակ էլի օբշակ չէ հասարակության մեջ դիր քո ունեցվածքը բոլորը գիտեն որ լիքը հարստությունների ես տնօրինում բայց այսօր լիքը արցախցիներ հացի խնդիր ունեն նույնիսկ եւ ձեզ հələ երկրպագում են Ռոբերտ Քոչյանին արցախցիների մի ինչ որ մեծ ստվար խումբ կա որ երկրպագում է ես զարմանում եմ մեր այդ արցախցիների վրա դուք 1 դրամի 1 հացի օգուտ եկամուտ ստացել եք Ռոբերտ Քոչյանի կողմից աջակցություն ոչ ինչ եք ստացել 40 + 10000 որտեղից է Հայաստանի Հանրապետության բյուջեից դուք տեսել եք Հայաստանի Հանրապետության հայության նաև լավ վերաբերմունքը եւ շարունակում այդ լավ վերաբերմունքը ուղղակի այսօր սոցիալ նախարարությունում էի միկին Սևանա վերաբնակվել Ղարաբաղցի ասում է Այան մեր Սևանը մենքան Ղարաբաղցի կա ասիտիկին մենակ Սևանում չի ամբողջ Հայաստանի մասշտաբով Ղարաբաղցիներ կա մնում է որ մի քիչ ճիշտ զորույցներ անեն էլի որտեղ կամերեքի առաջ բան շատ են լսում արցախցիներ որ անշնորհակալ պահվածք ալնում կամ անեցքո հայոյան քաղաքնում օրվա իշխանության հանդեպ ընկերներ ջան դուք չեք ընտրել ոչ մի իշխանության իրավունք չունեք անիծելու հայհոյելու դուք ունեք ընտրված նախագահ Ղարաբաղում որոնց կարակ եւ անիծեք եւ հայհոյեք եւ պահանջներ տնեք այսօրվա իշխանությունը Հայաստանի կարակ ընդամենը լավ չասեմ ես իմ պահելաձևում արդեն մարդիկ գիտեն ինչպես են պահում չնայած նրան էլ բայց սոցիալական ֆինանսական խոսքի աջակցությունները որ մեզ օգնում են էլի դրանով խոսքի ես չեմ կարող էլի քաղաքական գնահատականներս չհնչեցնել իսկ իմ գնահատականները Հայաստանի հայությունը գիտակից մասսան ընդունում է ողջունում է որ Գևորգ Արստամյանը բաց թողումների սխալների մասին բարձրաձայնում է առայժմ այսքան է այս թեմայով հուսում հասկացաք թեման որ Զյատսլավան առաջարկում է որպես Քոչյանին աղքատ ժամանակներից կամ սովորական կյանքից ճանաչող մարդ ասում արի մի հատ էլ վերադարձի քո սովորական կյանքին ճիշտ չէ հա մի հատ էլ վերջաբան ասի հա Գեորգ ուրեմն առաջարկությունս այնա որ առաջի ერთი մշակ ընտրությունները հələ քանից ամսի ժամանակ կա 25-ն է այսօր 25 եթե կարա Ռոբերտ Քոչյանը իր երեխեքին իր ընտանիքին համոզի որ աղքատ են ապրում, դնի
Այնքան պահի այնա ես եմ բիզնեսմենը ես եմ թող այդքան էլ ամենքը իր երեխեքի պահ հեսա ինձ էլ ունեմ ստեղ էլ ունեմ ունդեղ էլ ունեի թող այդքան էլ իր երեխեքի համար պահի թող այդ երեխեքն էլ իրան ապրեն ու բարգավաճեն եթե չէ Ռոբերտ Քոչարյանը եթե չգնաց դրան ես իմ կողմից խոստանում եմ մեր լսողներին էլ մեր բոլոր հարազատներին հայազգին Ղարաբաղցիներին, չգիտեմ բոլորին։ Ես ընտրություններից հետո խոսք եմ տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չի ապրելու։ Ընդեղ ասма, չգիտեմ ով ասել, բայց սենց բան եմ լսել, ասма 100 հոգի պատրիոտ տվեք ինձ։ Ես հեղափոխություն անեմ։ Ես 300 հոգի կամավորական 500 Չէ, ինձ 100 հոգի։ Տան հերիքա, ես որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը չթողեմ Հայաստանում ապրել։ Ես խոսք եմ տալիս, ընդեղ ով է համաձայն իմ հետ, ինչա, մեղավորներ շատ ունենք, չեմ ուզում գեներալներից խոսամ, չեմ ուզում մնացածից խոսամ, ընդհանրապես ինքն է առաջինն եղել Ղարաբաղում ու իրանից է սկսել այս ամեն ինչը։ Եթե անի Ղարաբաղցիները կողքին կանգնած կլինենք կամ թե չէ պետք չի մեզ տենց մարդ ստեղ փող աշխատի ուրիշտեղ երեխեք ծնի թորնիկներ ես այսքանը խոսում եմ ավելի շատ իմ ընտանիքի իմ թորնիկների մասին 8 թոռ ունեմ պատկերացնում եք ես նրանց ապագայով եմ մտածում ես բայ իհարկե իրանց ապագայի ինքն էլ իր թորնիկների եթե ուզում է իր երեխեքը իր թորնիկները հայ ազգը ընդունի Ղարաբաղցիները ընդունի դա մենակ այդ ձևով եթե ինքը որոշվի կարա իր ընտանիքի հետ պայման կապի, չգիտեմ, երեխեքը հարուստ ապրած են, երևի չուզենել, եթե ես մի բան եմ խոսք տալիս, ես գիտեմ, որ իմ երեխում կարամ համոզեմ, որ այսքանից այսքան ունենք, մի բան էլ տանք, դնենք են քո ասած ապշակը, տեղից էլ սկսվի հավաքվելը ու մեր Ղարաբաղի հոգսը, տենց էլ կարանք մեր Ղարաբաղի հոգսն էլ քաշենք, մեր Ղարաբաղի հոգսն էլ քաշենք, փողով ամեն ինչ լինում այնա օրինակը մեր կողքի հարևանը հանրապետությունը փողով սա հարցերը փողով ալուծում Ադրբեջանը փողով ալուծում վառ օրինակ կաշառքով սա Եվրոպային կաշառեց աշխարհին կաշառեց Facebook-ում ավոյի նկարը տեղադրելու համար բլոկում են այդ Facebook-ի բանին ինչ այն տերել է մոռացան վերջը վաճառած է իրանց սա առելա Ալիև առելա, Ձյաձլավան ճիշտ առաջարկություն անում, առաջինը դու Ռոբերտ Քոչարյան, դու ես եղել, Արցախից եկել ես տե, դու ես առաջինը հարստացել, դու ես հարստացել քո շրջապատին, դու ես սովորացրել, որ գեներալը փորկցի ոչ թե ուղեղի վրա աշխատի, որ գեներալի ֆինանսները մեծանա, հիմա հենց առաջինը դու պետքա ֆինանսը ներդնես, որ քեզ շրջապատող այդ հարստացած մարդիկ էլ քո հետևից կրկնօրինակելով սաղ ներդնեն գումարներ ու դրանով էլ գիտեք ձեր խիչն էլ մի քիչ միգուցե կհանգստանա այս ժողովրդի անեցքի տակից դուրս կգաք ինչպես Ձյաձլավան ասեց գերեզմանում էլ ձեր ոսկորները հանգիստ չի մնալու էլի որովհետև ձեր վարած քաղաքականության արդյունքում ստեղծվեց այս իրավիճակը ես չեմ ասում ձեր ձեռքը ստեղծվեց ձեր վարած քաղաքականության արդյունքը այս օրնա որի հա իշխանությունը ուրիշ է, ի շկապ ունի Ջևանցի Նիկոլ Փաշինյանն է այսօր իշխանության կարող է օթից պետություն է վերցրել, գետնից է վերցրել, ժառանգություն է ստացել ձեզանից եւ արեք ձեր այս արդարացի քայլը Ձյաձլավան մարդկային եւ ճիշտ առաջարկություն է արել մենք չենք կարող այս առաջարկությունը իկատարածել, քանի որ սա իրավական պետություն է, ամեն ինչ օրենքի շրջանակները մատնում Ես կուզենայի, որ Նիկոլ Փաշինյանը այնպես անի, որ Ձյաձլավայի ասածը իրականություն դառնա, օրենքի շրջանակներում, բայց քանի դեռ չի անում Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ գոնե մարդկային գործոններ կաշխատի եւ իր վաղեմի ծանոթը մանկության
ընկեր կամ շփում են ունեցել ախր բարձա էլի մի տարիքի մի հասակի մարդիկ են լավ առաջարկություն է ինքը հիմա գլուխը բարձր քայլում է Հայաստանում տենց է Ստեփանակերտի Զացլավան քայլում ախրանիկ չուներ ինքն էլ լիքը ֆինանսների է տիրապետել Ղարաբաղ լիքը իրան հավասար քիչ էլ մարդ կային էլի եթե քրտինքով էին ստեղծել տենշի Զացլավ չհաշված պետական չինովնիկները կներեք պետական չինովնիկները Զացլավայինից էին թալանում ձեռից ոչ չխորանանք էլի իրանել էին կպնում որովհետև մարդը չէր թալանում բայց պետական չինովնիկները իրաց գործը տենում էին իշքան բիզնեսմեն կա իշքան գործարած մարդ կա սաղին պատվալով են անցկացրել ես էլ չեմ հավատում զենք հավաք զենք առնելուց պատերազմը սկսած զենք առնելուց պատվալով թող մեր մեծահասակները հիշում են ինչքան մարդ են անցկացրել պատվալով ինչքան մարդ են նեղել ինչքան մարդ են տարել անտառում պահել փող ուզել ինչքան մարդ մեծ զուբնույթ ատամնաբուժ կոլա ունեին գնացել են կալկուլատորը ձեռները խփել որ պիտի 80 կիլո ոսկի տաս այդ մարդն ասել է արա այդ պանիր չի, այդ կարակ չի, մի բան ասեք, տամ ձեզ գնացեք, էլի չէ, 80 կիլո ոսկի պիտի տաս, այսքան տարի, 80 տարեկան մարդը 60 տարի ատամնաբուժ ես աշխատել, այսքան, ինք սաղ իրա օրոք, սաղ Քոչարյան Ռոբերտի օրոք, այդքանը կատարվել է, հիմի Այդ բայց նայ նախ հետաքրքիր է ատամնաբուժին որտեղից ոսկի ատամնաբուժը ատամներից ոսկի է երևի ավելցրել ոսկի այն վաղտը ոսկի ատամ մոդա էր հա պահել լավ 80 կիլո մեծ 8 կիլո հիմա այդ Ռոբերտ Քոչարյանն է տենց արել չէ ճիշտ հասկացա իր ժամանակները պատերազմի փողերը վերցնում էին ով որ ուներ սաղից իշքան բիզնեսը մարդ կար սովետի վաղտմանից ոչ մեր դերձակները, մեր կոշկակարները, մեր չգիտեմ զագադովշիկ ենք ասում ջան, սա ինտելիգենտ մարդիկ են, սա հարուստ վերջելի ունևոր մարդիկ են, այդ սաղ մարդկանցից սկսած են զապրավկումով աշխատումները վերջելի ինչեր անում, այդ վաղտ ձևը էդ էր, փող տվեք ու փող տվեք, հիմի փող տալի հերթը իրանցնա, փող տալի հերթը Այդ ոնց է կարացել են, որ ջայլ վաղտանից ինքը գիտե, որ մենք ոնց ենք ապրել, ինքը ոնց է ապրել, մենք կարացել ենք վերջելի, մեր կյանքը նենց ապրենք, որ համ մարդ մնանք, համ բարեկամի օգնենք, համ ընկերոջ օգնենք, համ ամեն օգնենք, որ կարանք ապրենք հիմի ազգի մասին է խոսակցությունը, ազգ պիտի լինենք, կամ հիմի, կամ երբեք, Այդ էլ Սիմոնյանի խոսքն է Արարատի տրիների, որ մտել է բանը, հանդերձարանը Կիև հետ խաղալուց առաջի տայմը 0-0 մտել է հանդերձարան, ասել է Իլի շաս, իլի նիկագդա, են նույն վիճակում ենք, մեկ էլ 5 տարից հետո է հանդերություններով, անում եք, թե չեք անում, ամեն ինչ էլ փողով լինողն է, այս սուտա, որ դեմոկրատիա է, չգիտեմ ընդեղ ես մեկը փող վերցնող չկա, փող տալը դժվար է, այն նորից եմ ասում, մեր հարևանը, տեսեք փողով ինչեր է անում, դրա մասին է մտածել։ Կներեք, մի հատ աբսուրդային վիճակ ստեղծվեց այս պատմության շուրջ, ինչի ասեմ, մեկնաբանեմ։ Զացլավան հիշում է հիշատակը մար Ռոբերտ Քոչարյանը, թե ինչպես է կարողացել մարդկանցից, որ ասեց էլի մեկը դերձակ, մեկը ատամնաբուժ, ես sense կխոսեմ, մեկը ատամնաբուժ չէ, կարողացել է իրանցից վերցնի գումարը եւ ներդնի պատերազմի ժամանակ զենք առնելու համար, պետության համար։ Հիմա աբսուրդը նրա մեջ է կանում, որ իմ մոտ այսպիսի միտք է ծագել, որ խորհուրդ տամ Նիկոլ Փաշինյանին, որ գնա խորհուրդ հարցնի Ռոբերտ Քոչարյանից, ասի ոնց է արել առաջ, արի ձևը ցույց տուր, պարոն Քոչարյան, ես էլ նույնը անեմ ձեր հանդեպ, պատկերացնում եք, հետաքրքիր վիճակ է էլի ընկերներ ջան, ուրեմն պետք է այս իրավիճակը լուծվի միևնույն է համերաշխության ձևով,
պետք է հասարակությունը բավարարված զգա իրան հոգեպես հասարակությունը 18 թվից լսում է բռնելու եմ դատելու եմ միջև հիմա կզզցնելու եմ արտահայտությունները բայց չի տեսնում այդ ամեն ինչը հիմա բերեք ես առաջարկում եմ որ պախարոշումը այսպես ասած լավով թող Նիկոլ Փաշինյանը այդ մարդկանցից ներքին կարգով զանգի ասի այն ինչ որ հիմա մենք խոսացինք ներդրեք ձեր գումարները դրեք սեղանին ասեք այսքան միլիարդ դրամ ենք տալիս Նիկոլ Փաշինյան երկիրը կառուցի վերջը այս պետությունը մենակ Նիկոլ Փաշինյանն ինչի ոչ էլ ձերը պետքա լինի Ռոբերտ Քոչարյանը ոչ էլ Սերժ Սարգսյանը ոչ մեկինի չի անհատապես Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր հայ է նույնիսկ այն հայն ով որ չի ապրում Հայաստանում բայց դրսում աչքերը թած կարոտով Երազում է որ մի այնպիսի պետություն ստեղծենք մենք որ նորից հետ վերադառնան կամ եթե նույնիսկ էլ չեն ծնվել գան վերաբնակվեն Հայաստանում յուրաքանչյուր հայ կուզենա որ սա լինի բայց մինչև օրս մենք չենք տեսնում դա ճիշտ է դրական բաներ էլ է կատարվում երկրում ես չեմ կարող դրա վրա աչք փակել իսկապես երկրում դրական բաներ էլ կա բայց այդ դրական բաները օրինակ ինչ չի բավարարում երբ որ տեսնում եմ խոստումներ 8 տարվա մեջ որը չի կատարվել Ձյաձլավայի ասածը հա ամենաճիշտն է տակը գրում են Ձյաձլավա դե պրինցիպի էլ ավելացնելու բան չկա եթե կա Ձյաձլավ հա եթե գալա հա եթե կլինի ոչինչ հետո մենք էլի միասին կարող ենք եթեր ունենալ նույնիսկ եթե դուք հարցեր գրել եք ստեւի ես չեմ ընթերցել միգուցե այդ հարցերը կպահեմ մոտս մյուս մեր եթերի ժամանակ էլի ես ուզեի այդ 100 հոգին հավաքվեն ընտրություններից հետո Մատը կխոսանք։ Հələ հետաքրքիր է, թող այս եթերը 100 հոգի մարդ կհավաքվի Ձյաձլավայի հետ, գնա Ռոբերտ Քոչարյանի տան մոտ, ասի Ռոբերտ Քոչարյան դուրս արիստե ու Ձյաձլավան ինքն է այսքանը խոսալու Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դուք 100 հոգիդ կարևորը որ ցույց տաք, որ այս մարդու խոսքը լեգիտիմ է։ Ժողովրդի սրտից է դուրս եկած։ Պարզ է որ կասեք այո համաձայն ենք, բայց ինձ հետաքրքիր է Ձյաձլավայի մոտ մարդ կկանգնի 100 հոգի։ Ես շատ կակնկալեի, որ արցախցիներ լիքը կանգնեն։ Չնայած նրան արցախցիներ Ռոբերտ Քոչարյանին աջակից շատ կան, բայց ցանկալի է որ ճշմարտությունն էլ աջակցեք։ Մարդը Զապարոժեց ա ունեցել Ստեփանակերտ, այսօր նույնիսկ իր բան որը չի ունենա Զապարոժեց, հաստատ բրաբուսով կլինի ֆռալուց։ Հասկանում եք, ցես նրբություններ կա։ Երևի այսքանը ժողովուրդ ջան, ամեն դեպքում ոչ ես, ոչ Ձյաձլավան, ոչ մի քաղաքական ուժ չենք ներկայացնում, ոչ մի կուսակցությունում չկանք։ Մեր համար մեր շահը, մեր պետությունն է, մեր ընդհանրապես միտքը եւ խոսքը արդարության ու անկեղծությանն է միտված։ Մարդկա գրում է ես կգամ, Գևորգ ես կգամ։ Շնորհակալ եմ, որ եթե պահը գա այդ գործողությունը կատարել, հուսով եմ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում թույլ կտա մեր այդ օրինական պահանջը ներկայացնենք, չեն ճնշի ոստիկանների կողմից, չեն ճնշի իրավապահ կողմից եւ ամեն ինչ նորմալ տեղ կհասնի։ Գևորգ, որ ճիշտ խոսող ես, մի հատ հարցրու կազինոն մարդու թալանում է թե ոչ։ Դե մեկին սպասի հարցին պատասխանի Ձյաձլավան։ Հա, Սերանն է հարցնողը։ կազինո էլ Սպասի դնում հա։ կազինո էլ պահած կա։ Ղարաբաղի բաշի բուզուկների մեջ կազինո պահած կա։ Ամեն Հայաստանի 2 տարի է պահած կա։ Առաջինը, երկրորդը, այդ ես ինքս ազարտնիկ եմ։ Թող գրեն ստեղի կազինոյի տերերը, ինչքան կազինոյում խաղացած կամ ու ինչքան գրված կամ։ Սա կյանքս 14 տարեկանից սկսած կարտ եմ խաղացել։ Ու նեշ որ այդ կազինոն ես ինձ ինչեր ա բերել։ Ես ամեն բիզնես էլ ունեցել եմ, ես իմ բիզնեսների տեղել պատասխան եմ տալիս։ Մենակ 2000 ոչխարով սար եմ գնացել։ Խանութներ ա եղել ինձ, ամեն ինչ եղել է, մի հատ նախարար, մի հատ, չգիտեմ, մարզպետ, 2000 ոչխար պահես, եկյա ֆերմա ունենաս ու մի օր մեկը չգա կաղնի, ասետ ինչ ես անում։ Կամ խի ես անում,
կամ լավ ես անում։ Էդ էլ չի եղած։ Կազինոները մեր ոնց են պահել իրանց այդ կազինոյի խաղացողները, պաշտոնով մարդիկ, բագոնավոր մարդիկ, անունով մարդիկ, սաղինե զապիսը ունեն, թող դնեն ու ցույց տան այդ կազինոյի պահվածքի ձևը, էդ էլ է մարդ ճանաչելու տեղ, կազինոն էլ է մարդ ճանաչելու տեղ, էդ էլ է մարդու համար, էդ էլ եմ արել, հա։ Մի կներես խոսքդ կտրիմ դες լավ։ Ժողովուրդ, ուրեմն ոչ ես եմ հիմա անուններ հնչեցնում, ոչ էլ կցանկանայի Զացլավան հնչեցնել, ինքը որ Երևան կազինո էր պահում։ Ինչ գեներալներ էին դե կազինո խաղում, անունները չեմ ուզում։ Ինչ գեներալ, հա, ես օրինակ գիտեմ Զացլավանը ճիշտ չի համարում, էլի որ խոսքի sense զրույցները հրապարակային ասվի, որովհետև մենք չենք մտնում անձնական դաշտ, կապ չունի դա, բայց ասեմ իմանամ, շատ կարճ խաղացած կամ խաղալուցել, նես չի որ փող չի եղել ու խաղացել եմ, նես չի որ շատ մարդու էլ պարտքենք մնացել կամ թե չէ մեզ են պարտքենք մնացել, հետո փողի բանով ես աղքատությունից եկած մարդ եմ, միշտ դրա մասին եմ մտածել, ես փողի մասով չեմ էլ խորացել, որ ինձ այսքան լինի կամ այնքան լինի, բայց մի բան գիտեմ ես, եթե մարդ մահանում է, Աստված ողորմի, մեր բոլոր անձավորներին, Աստված ողորմի մանավանդ մեր երիտասարդությանը, մեր երիտասարդ զոհերին, այն Ադրբեջանի սարքած կարակով վառվածներին, ինչքան ոչ մեկ ռիսկ չանում, ասի որ են սարքած ա եղել, եթե ընդ պայթուն չներ, չէր կարող այնքան մարդը մահանար, կամ թե չէ վիրավոր լինի։ Փողը շատ մուխանատ բան է, մարդ տանում է դիակը հողը մոտենում, մինչև մի շաբաթ, հենց նույն օրը հողում դրեցին հանգստանում են, մի շաբաթ ավելի են հանգստանում, 40 տալուց ավելի են հանգստանում, տարին տալուց, եթե չասեմ մոռացվում է, բայց գնացող շատ քիչ է ելնում, ճիշտ է։ Փողը չի մոռացվում, փողի ժամանակ չունի, այդ չի մոռացվելու, փողը դու ես պարտք, մինչև կյանքիդ վերջ հիշում ես ամեն օր, Աստծո տված ամեն օր, քեզ են պարտք, էլի հիշում ես, գումար էլի, նայած ում համար ինչքան գումար է, փողը չի մոռացվում, այդ չի մոռացվելու, հույս չպահել դրա վրա։ Ինչ անում ես մարդու հետևին, ասում Աստված է դիտենում է։ Այդքանը հələ որ եթե հետո խոսալու կլինեք խոսամ, կներեք ավել պակաս։ Ժողովուրդ ջան, այսքանը ինչ ասեմ, Զացլավայի հետ ճիշտ ասած առանց եթեր շատ բաներից ենք խոսում, շատ ինքն էլ էմոցիա տեղանում չի զսպում, հələ մի երկու բան էլ հերները անիծում է, բայց տեսեք ինքը հանգիստ կարողացավ եթերը տանել, որովհետև գիտի որ աղջիկ երկել կամ մայրեր կամ քույրեր կամ մեր եթերում, Զացլավան այս 4 պատի արանքում նստած ես ու ինքը շատ բաներից ենք խոսացած, ինչպես որ Ստեփանակերտում Արցախից որ ասում ամենաթանկ հուշ եւ ամենաթանկ մարդ, որ կարելի է ասեմ բերել եմ, ոչ թե բերել եմ, դա սխալ արտահայտություն է, որ ունեմ հիմա Երևանում դա Զացլավան է, որովհետեւ իր հետ լիքը զրույցներ ու լիքը ապրած կա Ստեփանակերտից, չեմ փոշմանել, որ նման մարդու հետ եմ ծանոթացել, տակն դուք էլ եք գրել, որ ապրի, ողջունում եք Զացլավային, իր խոսքերի համար, բոլորս է սխալական ենք, բոլորս միգուցե մեր արտահայտված մտքերի մեջ էլ կա ինչ-որ բաներ, որ դուք չեք կիսում, բայց կարևորը բուն նյութը եւ բուն թեման այն էր, որ սաղսել ունենք սխալներ, այդ թվում եւ Ռոբերտ Քոչարյան, դու էլ քո սխալները ընդունի եւ այդ սխալների հատուցումը թող լինի ֆինանսական մեծ ներդրում ժողովրդին, այն ժողովրդին, որ այսօր խոցված է, ինչու՞ չի միայն արցախցիները չեն խոցված, Հայաստանի հայությունը նույնպես ծանր կյանք է ունեցել
Չնայած նրան տակը ինա գրում են, բա Հյուսիսային պողոտ է սարքել, չգիտեմ ինչա սարքել, լույսեր ա գցել Երևան։ Մի փորձեք օգտվում է։ օգտվել էլ, ահա, բա իհարկե, բայց միջազգային տնտեսական աճը, որ միջազգային է դա, կամ տարածաշրջանային տնտեսական աճը, մի վերագրեք Ռոբերտ Քոչարյանի վրա, որովհետև բոլոր պետությունները իրար հետ կապ ունեն։ Այդ թվում եւ այսօրվա վիճակը Հայաստանում։ Արագ տնտեսական աճ կա Հայաստանում, դրա մասին Պուտինն էլ է նախանձով բանով խոսում, անես չի թաքցնում է նախանձը։ Ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանի վրա։ Ստե բարձա Նիկոլ Փաշինյանի գործոնն էլ է, Նիկոլ Փաշինյանն էլ է, բայց թե ասես սրա տակը ուրիշ բաներ չկա, կա իհարկե։ Օրինակ Արցախի հարցի փակումը դա Հայաստանի Հանրապետության համար տնտեսական ուղիների բացում է եղել, որովհետև մեզ ուրիշ ձև են նայում Ղարաբաղի հարցի շրջանակներում։ Մտածում են, թե մենք օկուպացրել ենք Ադրբեջանի տարածքը, այնինչ մենք ազատագրել ենք պատմական հայկական հողը, որը պետքա պահվեր քրտնինքով, որ չհասներ արյան։ Այստեղ կարևոր փիլիսոփայական միտք կա։ Եթե քրտնեինք ժամանակին 25 տարի շարունակ Արցախի համար համարժեք քրտնեինք, մեր տղերք այդքան արուն չէին տա, ու Արցախն էլ լրիվ չէինք կորցնի։ Այսքանը հաջողություն, լավ մնացեք, կապով կլինեք ժողովուրդ ջան։